Երևանում ասում են, որ Երևան-Բաքու խաղաղությունն այլևս իրողություն է, փաստ է։ Նախ կխնդրեմ ասեք, թե Թեհրանում, տարածաշրջանի այս իրավիճակի վերաբերյալ ինչպիսի արձագանք կա։ Իհարկե Իրանը ողջունում է, եթե խաղաղություն լինի, որովհետև Իրանի շահից է բխում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Իրանը կողմ է այդ խաղաղությունին, բայց աշխարհի իրավիճակ է պետք է նաև հաշվի առնել, կարող է այդպիսի իրավիճակներ ստեղծվի, որ նաև տարածվի Հարավային Կովկասում, դրա համար ոչ մի բանը մենք հստակ չեն կարող ասենք, հստակ չեն կարող արձանագրենք, որ ապագայում, մոտ ապագայում ինչ է տեղի ունենում։ Հակամարտությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև շարունակվում է, նաև տնտեսական հակամարտությունները Իրան-Իսրայելը բախում է, կարող է նորից բորբոքվի եւ տեղի ունենա Իրան-Միացյալ Նահանգների հարաբերությունները շատ վատ են եւ այդ ամեն ինչը մեզ ասում է, որ այդ խաղաղությունը շատ հնանավոր է, մի դեպքից կարող է փլուզվի եւ բայց ամեն դեպքում Իրանը դա չի ցանկանում, բայց աշխարհի իրավիճակները պետք է հաշվի առնենք, որպեսզի ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խաղաղությունը երկար ժամանակ մնայուն մնա։ Այսինքն կարծում եք անկախ Երևան-Բաքու պայմանավորվածություններից տարածաշրջանում ամեն պահի կարող է ինչ-որ պայթյուն տեղի ունենալ։ Միանշանակ, որովհետև Հարավային Կովկասը նաև կապ ունի այլ տարածաշրջանների հետ, որովհետև խաղացողները նույն են, նույն խաղացողները, որ Մերձավոր Արևելքում կան, այստեղ էլ կան, օրինակ արամ բերեմ Թուրքիա է, Միացյալ Նահանգներն են, Իրանն է, Իսրայելն է եւ եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, կարող է տարածի նաև այս տարածաշրջանում։ Այս խաղաղությունը իհարկե ողջունելի է, բայց մի մաս կա, որ Հայաստան եւ Ադրբեջանի հետ կապված չի։ Պարոն Հոսեյնի, Թրամփի ուղու հետ կապված, Իրանում արդյոք կան մտահոգություններ, թե ոչ, դուք այս թեմայով հարց ուղեցիք նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին, արդյոք Երևանի, այսպես ասած, արգումենտները բավարարում են իրանական կողմին։ Բավարար է, փորձում է Հայաստանի կողմը բացատրել այդ խաղաղությունից պայմանագիրը, որ Վաշինգտոն տեղի ունեցավ, Հայաստանի գործընկերները Իրանին փորձել են, որ բացատրեն, որ դա Իրանի շահերի դեմ չի եւ երբեք չի լինելու։ Իրանը Հայաստանին խնդիրը է, որ Իրանը Հայաստանին վստահում է, բայց Իրանը Միացյալ Նահանգներին չի վստահում։ Դա երակոմ պայմանագիր է եւ համաձայնություն է տեղի ունեցել եւ այլ կողմերին Իրանը չի վստահում։ Մենք տեսել ենք, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ էին եւ որոշեցին խաղաղ ձևով լուծեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ անմիջապես այդ հենց բանակցությունների մեջ Միացյալ Նահանգները հարձակվեց Իրանի վրա, այսինքն ոչ մի վստահություն Իրանի կողմը չունի մյուս համաձայնությունի մյուս կողմերի հետ եւ դա է մեծ խնդիրը։ Ինչ վտանգ է տեսնում Իրանը TRIP-ի հետ կապված։ Վտանգը տեսնում ենք, որ այլ նպատակներ ունեն, միայն տնտեսական նպատակներ չի, իրեն գալիս են, որ հաստատվեն այս տարածաշրջանում երկար ժամանակներ եւ բազի տնտեսական հարաբերությունները, բազի տնտեսական գործունեությունները այստեղ ունենան այլ գործունեություններ, քաղաքական շահեր կամ անվտանգությունի խնդիրներ ուզենան լուծեն եւ դա է խնդիրը, որ Իրանին մտահոգում է, ինչպես նշեցի, Իրանը ոչ թե Հայաստանին չի վստահում, Հայաստանի անկախությունը կասկածի տակ է դնում, այլ չի վստահում հակառակ կողմերին, Միացյալ Նահանգներին եւ այլ ուժերին,
որը փորձը ցույց է տվել, պատմությունը ցույց է տվել, որ դարաշրջանում մեդել են, իրենց անկայունություն են մեծրել եւ իրենց շահեր են փնտրել եւ բոլորը Իրանի դեմ է եղել։ Եվ պարոն Հոսեյնի, այդ դեպքում ինչպես է դիրքավորվում Իրանը, որովհետև դե պայմանավորվածությունը արդեն կա, աշխատանքները պետք է որ մեկնարկեն թրիփի հետ կապված այդ դեպքում Իրանը եթե վտանգներ է տեսնում, ինչպես է դիրքավորվում։ Ես ասացի Թրամփի ճանապարհի համար Իրանը մտահոգություն ունի, բայց մինչև Իրանի կարմիր գծերը որը Իրանը բազմիցս նշել է, հայտարարել է դրա մասին, այդ կարմիր գծերը չի հատեն, Իրանը հաշտ գլինի դրա հետ, ոչ թե հաշտ, իրական հաշտ գլինի, բայց հարգելով Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնորոշում իրավունքը Իրանը համաձայն է դրա հետ, խնդիր չի տեսնում, բայց եթե այդ կարմիր գծերը, այսինքն ինչ որ Հայաստանի իշխանությունը այդ ճանապարհների վերահսկությունը նվազի, այն ժամանակ է որ Իրանը խնդիր կունենա եւ կբարձրացնի այդ խնդիրները։ Պարոն Հոսեյնի, տեսեք, Հայաստանը ասում է, որ ճանապարհ է տվել եւ ոչ թե միջանցք, Բաքվից ու Անկարայից բարբերաբար ասում են, կրկնում են, այդ Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը, Իրանն էլ ասել է, որ սա իր համար կարմիր գիծ է։ Ի վերջո այս ճանապարհը Իրանը ինչպես է ընկալում։ Հայաստանն ասում է, որ իրանական կողմի մտահոգությունները փարատված են, որովհետեւ վերնագրից զատ ծանոթացել են նաեւ տեքստին։ Այսօր տեքստը կարևոր չի, իհարկե տեքստը Իրանի համար այդ բահին, այդ փուլում բավարար է, դրա համար Իրանին սկզբից բուրըն քննարկումներ եղան, քննադատություններ եղան, հետո նվազեց, հետո մի քիչ խաղաղվեց Իրանում այդ թեմայով, որովհետև վստահացել է Իրանին, որ այդ ճանապարհները Հայաստանի 100%-ով Հայաստանի վերահսկությունի տակ են մնալու, բայց եթե գետնի վրա մենք սպասում ենք տեսնենք ինչա տեղի ունենում եւ եթե ժամանակին այլ բան տեղի ունենա Իրանը այն ժամանակ իր արձագանքը կտա եւ ինչպես բազմիցս նշել է նախքին նշել է այդ գարմիր գիծերը էլի Իրանի համար օրակարգում կմնան եւ բան չի փոխվելու